մեր հետ ոչ մի ընդհանուր կապ չունի հոգևորությունը։ Մենք ուղղակի այն անոթներն ենք, որոնց մեջ պետք է ինքը ապրի։ Եթե այդ պահը ստացվեց, դա կլինի մեծ երջանկություն։ Եթե այդ պահը չստացվեց, մենք հələ կտառապենք շատ։ Դրա համար Աստծո խոսքը լսողները շատ են, բայց Աստծո խոսքով ապրողները քիչ են։ Կանչվածները շատ են, ընտրվածները քիչ են, լայն դռնով մտնողները շատ են, նեղ դռնով մտնողները քիչ են։ Ոչ բոլոր հոգևորների մոտ է հոգևոր կյանքը ստացվում, որովհետև հոգևորությունը կապված է Քրիստոսի հետ, բայց դու կապ չունես Քրիստոսի հետ։ Դրա համար եթե կապը չկա Քրիստոսի հետ, հոգևորությունը չի ստացվում։ Միգուցե դրա համար էլ առաջանում են նեղություններ, դժվարություններ, հիվանդություններ, որ գոնե քեզ ինչ-որ մի բան բացվի եւ լուսավորվես։ Ես ուզում եմ մի քանի համար կարդալ Աստծո խոսքից Աստծո կարողության մասին եւ հետո մեր վրա մի քանի օրինակ բերել, թե ի վերջո որտեղ մենք չենք կարողանում, էլի, որտեղ մենք շատ բաներ կա չենք կարողանում։ Մենք ինչ-որ բաներ կար կարողանում ենք։ Կարում ենք իրար գցենք, չենք կարում իրար պահենք։ Մեր մոտ ամեն ինչ թարս է աշխատում։ Դրա համար Սուրբ Գրքից համարներ կարդամ մի քանի հատ, եղբայրներ քույրեր, առաջի համարը Գործք առաքելոց 1:8-ը, կհիշեք ձեզ ծանոթ համարներ են, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք, եւ ինձի համար վկաներ պիտի լաք Երուսաղեմի մեջ, բոլոր Հրեաստանի, Սամարիայի մեջ, մինչև երկրի ծայրերը, Սուրբ Հոգու եկած ատենը զորություն պիտի առնեք։ Հոգևոր կյանքը առանց զորության չի լինում։ Բայց նախ այդ զորությունը ներսի համար է, դրսի համար չի։ Որտեւ մենք հիմնական զորությունը օգտագործում ենք դրսի համար, որ կարողանանք ուրիշի վրա։ Բայց մենք մեր վրա չենք կարում, բայց ուրիշի վրա կարում ենք։ Իսկ հոգևոր կյանքի ամբողջ իմաստը նա է, որ ոչ թե դու ինչ-որ մեկին բարձրացնես զուհասեղան, այլ դու քեզ բարձրացնես զուհասեղան։ Աստծո կարողությունը պետքա, որ դու քեզանից կարողանաս ազատվես։ Դու դա օգտագործում ես ուրիշի վրա։ Դու կարող ես հիմա քեզ համար այդ հարցերը վերանայել, եթե քո կապը Քրիստոսի հետ չկա, դու մոռացի, որ հոգևոր կյանք կարա լինի։ Մենք կարանք թվարկենք, թե դու ինչերի հետ կապ ունես։ Բայց եթե քո կապը Քրիստոսի հետ չկա, այդ նշանակում է քո մոտ չի կարող ոչինչ լինել, հնարավոր չի, դա բացառվում է։ Որտեղ հոգևոր կյանքը քո հետ ոչ մի կապ չունի, միակ բանը, որ դու կարաս անես, դա խանգարելն է։ Մենք տարիներով խանգարում ենք իրան։ Ինչ էլ որ մեր կյանքում կա, այդ իր շնորհքն է կամ իր ողորմությունն է։ Թե չէ մեզանից, որ եղբայրը կարողությունից էր խոսում, մեզանից, որ ասենք կա կարողություն ու մենք կարանք ինչ-որ մի բան անենք, որից հետո էլ մենք համեմատվում ենք ուրիշների հետ, դա հոգևորություն չի։ Դա հոգևոր քողի տակ մարդկային կյանքի տեսակ է։ Անիմաստ, անհետաքրքիր, եւ դա ոչ մեկին պետք չի։ Հոգևոր կարողություն չենք կարող ունենալ, եթե Քրիստոսի հետ կապ չկա։ Ես համարձակ կարող եմ ասել, որ շատ քիչ քրիստոնյաներ են, որ լցվում են Սուրբ Հոգով ներքին սենյակում։ Շատ քիչ քրիստոնյաներ։ Քրիստոնյաներ շատ են, բայց իրանք զբաղված են հոգևոր կյանքում շատ բաներով, սկսած ծառայությունից, վերջացրած ուրիշներին դատելով։ Բայց դա չի հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը այն մտերիմ կապն է Քրիստոսի հետ, որը օգնում է, որ դու իրան չխանգարես։ Հոգևոր կյանքը ինչ չի, որ դու ինչ-որ մեկից լավն ես, չնայած դες բան չի կարա լինի։ Բայց քո ամբողջ ուշն ու միտքը պտտվում է քո առանցքի շուրջ, որ քո մոտ ինչ-որ բան ստացվեց, դու լավն ես, դա դու կարա իրանեիր, թե ինչի քեզի սենց բան ասեցին, բայց այն կրակը, որը պիտի քեզի վառի, ոչ թե ինձի, դա չկա։ Ինչու չկա, որովհետև ամեն ինչ կա, բայց
մտերմություն չկա Քրիստոսի հետ։ Ու ես հաստատ գիտեմ, շատ քիչ մարդիկ են առանձնանում Քրիստոսի համար, շատ քիչ մարդիկ։ Մնացածը հոգևոր դաշտում են, բայց սա օրը հոգսերի մեջ են։ Լիքը հոգսեր կա, բայց դա չի, իր կապ չունի հոգևորության հետ։ Հոգևորությունը այն է, որ դու էթալով կորում ես, որ դու էթալով լռում ես, որ դու էթալով ցածրանում ես, որ դու էթալով վերանում ես, որ դու էթալով մոխիր ես դառնում, այդ է հոգևորությունը։ Հոգևորությունը ինչի, որ դու քեզ որտեղ չես ալարում ցուցադրում ես, այդ հոգևորության հետ կապ չունի։ Չնայած կարող է արտաքին բոլոր հարցերը լուծված են։ Եվ գեղեցիկ համար կա Հռոմեացիների 8:29-ում գրած է վասնզի նրանք, որոնց առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինել, հա, դժվար process է, դու պիտի նմանվես Քրիստոսին, դժվար process է, նես չի որ մարդը համաձայն է, նայեք, ընտանիքը, որ ընտանիք է Քրիստոսի եւ հարս եկեղեցու խորհուրդն է, 100 հարսից 90-ը սկի համաձայնել չեն, որ խոնարհվեն, ընդ որտեղ գնացել են, այդտենց հեշտ չի է էլի, նես չի որ ձեզի ուզեցին տարան իրանց տուն, փառք Տիրոջը, հա, փառք Տիրոջը, բայց դու հələ պատկերացնես պիտի հարմարվես, քոնը թողես ու մի բան էլ նայես քո գլխին, էդի խելքի մոտ բան չէ էդի, խելքի մոտ բան չէ, էդի ամեն մարդ չի անում, բայց էդի խորհուրդ է Քրիստոսի, այդ նշանակում է որ հարսն էլ է տենց անում, էլի, Քրիստոսի հարսը տենց անում, Քրիստոսի հարսը իրանից օրհնություններ ուզում է, բայց այդքան էլ հոժար չի իր խոսքի համաձայն ապրի, որտեվ Քրիստոսի խոսքի համաձայն ապրելը էդի աշխարհի տեսանկյունից էդի անհեթեթություն է, չի համընկնում աշխարհի սկզբունքների հետ, աշխարհն ասում է պիտի քեզ բարձրացնես որ իշխես, Հիսուսն ասում է պիտի քեզ ցածրացնես որ իշխես, չի բռնում իրար հետ, աշխարհն ասում է պիտի առաջինը դու խփես, Քրիստոսն ասում է պիտի առաջինը դու դեմ տաս, այդ չի բռնում իրար հետ, ոնց կլինի տենց, աշխարհն ասում է պիտի խոսաս որ իմանան ով է, Հիսուսն ասում է պիտի լռես որ ես խոսամ, չի բռնում իրար հետ դրանք, բայց քրիստոնյաները ցավը քրիստոնյաների մեջ է, աշխարհի մեջ չի, ցավը այն է որ քրիստոնյաները եկել են Քրիստոսին, բայց չեն հրաժարվում իրանցից, լավ բան ասեմ, չեն էլ կարա հրաժարվեն, հենց էդ է խնդիրը, մենք չունենք այդ կարողությունը, որ կարենանք մեզի կանգնացնենք, նենց անենք, որ մենք չխանգարենք Քրիստոսին, կարող է դու ուզում ես էդի անես, բայց դու չես կարող անես, ես որ հիմա հարցնեմ ով ուզում նմանվի Հիսուսին, սա ձեռքը բարձրացնեմ, բայց դու չես կարող նմանվես Հիսուսին, որպեսզի դու կարողանաս նմանվես Հիսուսին, պիտի երկնքից այդ կարողությունը գա քո մեջ, որ քեզ ինչ անի, նմանացնի, այ դու ստեղ պրոբլեմ ունես, դու ժամանակ չունես, որ այդ կարողությունը գա քո մեջ, դու ժամանակ չունես, որ ինքը քեզ բան ասի, դու ժամանակ չունես, որ ինքը քեզ հանդիմանի, որ ինքը քեզ խրատի, դու ժամանակ չունես, որ ինքը ասի ինչ անես, բայց մեզի կարողություն է պետք, որը չունենք, մենք ի ծնե չունենք այդ կարողությունը, հաջորդ համարը ուզում եմ կարդալ, Մատթեոս 11:27-ն է, ամեն բանից տրվեցավ իմ հոր մեզ, մեկը չի ճանաչում որդուն, բացի հայրը, և մեկը չի ճանաչում հորը, բացի որդին, և նա, որին որդին ուզում է հայտնել, հիմա ստացվում է, որ որպեսզի դու կարողանաս փոխվել, պիտի ինքը գա քո մեջ, պիտի ինքը իրան հայտնի քեզ, բայց ինքը ամեն մարդու իրան չի հայտնում, հոգևորների մեջ շատ քիչ մարդիկ կան, որ կենտրոնացել են իրանց վրա, որ իրանք սկսել են տենալը, եթե իրանք չհանդիպեն Քրիստոսին կկորեն, մնացածին էդի չի հետաքրքրում, որովհետև ես սենց եմ համոզվել, ամեն հոգևոր չի գնում Քրիստոսին, էդի տենց հեշտ բան չի,
Հոգևորները չեն աշխատում իրանց վրա։ Եվ ոչ թե չեն ուզում աշխատեն, իրանք չեն կարող աշխատեն, կարողություն ա պետք։ Այ կարողության համար ժամանակ ա պետք, որ դու կարենաս ինչ անես, հանդիպես Քրիստոսին, դծվես իրանով ու քեզանով զբաղվես։ Քո ներսը քեզանով զբաղվի, Սուրբ Հոգին քեզանով զբաղվի։ Բայց դա նրանից է, ոչ թե դու չես ուզում, դու ուզում ես, հիմա հարցնենք ուզում եք։ Բայց դու որ ուզում ես, քիչ է դա, դու չես կարա, դու կարողություն չունես, որովհետև իր հետ կապ չունես։ Դու առավոտից իրիկուն իր հետ կապ չունես։ Իսկ իր հետ կապ ունենալը շատ դժվար է, որովհետև դու պիտի քեզանից հրաժարվես։ Դու ուզում ես սաղ լինի, բայց դու քեզանից չհրաժարվես։ Բայց դա չի։ Եթե դու հոգևոր ես, քո մարդը աշխարհի կամ մարմնավոր է, դու պիտի լինես հոգևոր։ Եթե դու մարմնավոր ես, քո ամուսինը հոգևոր է, դու լինես հոգևոր, կապ չունի դիմացինի հետ։ Մեկը դիմացինին ոչ կարած փոխես, ոչ էլ իմաստ կա փոխելու։ Դու քեզի որ փոխես, սաղ աշխարհը կփոխվի։ Դու քեզի չես կարող, ոչ թե չես ուզում փոխես, դու լացել ես, խոստովանել ես, հեսա էլի ասելու ես Տեր ինձ օգնի, որ ես փոխվեմ։ Ու էթալու ես քո գործերին, կամ TikTok, կամ Instagram, այդ կարողությունը չկա, դրա համար դու չես կարող փոխվես, որտեղ փոխվելու համար կարողություն ա պետք։ Կարակ Սաղմոս 103-ի 7-ն էլ գրեք, որ ասում է Աստված Մովսեսին ճանաչացրեց իրան, բայց Իսրայելին ցույց տվեց իր գործերը։ Աստված իր գործերը սաղին ցույց է տալի, դաժան հավատներին, բայց Աստված իրան չի ճանաչացնում ամեն մարդու։ Դու սաղին ճանաչում ես, բայց դու Աստծուն չես ճանաչում։ Դու կարող ճանաչում ես, ինձ կներես, բայց եթե հիմա դու քեզ խոստովանես, դու կարող ես իրոք ասես, բայց ես քեզ քիչ եմ ճանաչում։ Ես 100 տարի հավատացյալ եմ, բայց քեզի շատ քիչ եմ ճանաչում։ Որտեղ դու իր հետ անձամբ քիչ ես շփվում։ Դու իր մասին շատ ես լսել, բայց դա քոնը չի։ Դու իր հետ ժամանակ չունես։ Եվ ուզում եմ կարդալ նաև Հայտնություն 5:13-ը։ Հայտնություն 5:13 ամեն ստեղծված, որ երկնքումն է եւ երկրի վրա, եւ երկրի տակ, եւ ծովի մեջ, եւ նրանք ամենը, որ նրա մեջ են, լսեցի, որ ասում էին. աթոռի վրա նստողին եւ գառին լինի օշնությունը, փառքը եւ կարողությունը հավիտյանս հավիտենից։ Այսինքն կարողությունը ումնա, կարողությունը իրանն է։ Ոչ թե ինքը անկարող է քեզ օգնի։ Դու չես ուզում, որ ինքը քեզ օգնի։ Այդ բառից վատ մի զգացեք, որ ասում դու չես ուզում, որ ինքը քեզ օգնի։ Դու օրվա մեջ ժամանակ չունես իր հետ առանձնանաս։ Դա ուղիղ նշանակում է, որ դու չես ուզում, որ ինքը քեզ օգնի։ Ու ինքը քո կարողության կարիք չունի։ Դու չգիտես, որ դու անկարող ես, դու իրականում անկարող ես, մի քանի տարի հետո կպարզվի, որ դու անկարող ես, այտենց հույս կա, որ դու մի օր կհասկանաս, որ դու անկարող ես, բայց ինքը չի շեշտը դրել քո կարողության վրա, ինքը գիտի, որ դու անկարող ես, ինքը շեշտը դրել է իր հետ հանդիպման վրա, բայց դու ժամանակ չունես, քո կյանքում հոգսերը շատ են, դու ամեն ինչի ժամանակ ունես, բայց դու իր հետ քայլելու ժամանակ չունես, հինուխտում լիքը համարներ կա տենց։ Դու սաղի հետ խոսում ես, բայց դու իր հետ չես խոսում։ Դու սաղին հանդիպում ես, բայց դու իրան չես, ուր ասես էթում ես, բայց ներքին սենյակ չես էթում։ Դու չունես ժամանակ պրոստ։ Եղբայրներից մեկը հիվանդացել էր վերջերս, տնեցիք ասում են փառք Տիրոջը, որ հիվանդացավ։ Ասում են, ասում են գոնե ժամանակ ունենա գիրք կարդալի։ Կարևոր չի ով ինչ։ Ես քո մասին եմ ասում, հետաքրքիր է դու ներքին սենյակից դուրս հոգևոր կյանքը ո՞նց ես պատկերացնում, ինքը չկա։ Դրա համար, որ դու չունես կարողություն, որ դու չունես մտերմություն, չէ՞, կապ չունի ով կգա քո տունը, քո կյանքը չի ստացվելու, այն ամենալավ քույրիկին էլ բերես քո տունը, 5 ամիս հետո քո նման կսարքես։ Դրա համար հեչ կարևոր չի ով է, շատ կարևոր է դու ներքին սենյակ մտնում ես, թե չես մտնում։ Եթե դու չես մտնում,
Դու չես կարողություն ունենաս, հնարավոր չի։ Կարողությունը Տիրոջինն է, հայտնություն 7:12 կարա գրեք։ 7:12 ասելով ամեն օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը եւ պատիվը եւ կարողությունը եւ զորությունը լինի մեր Տեր Աստծուն հավիտյանս հայտնից ամեն։ Եթե մենք մեկին տել մենք ուրիշ բան կարում անի, ինքը չի կարա վերագրի իրան։ Ինքը միանգամից ասում է խեղճ լինեմ ես։ Այդ որ ես կարեցել եմ ինչ-որ մի բան անեմ, դա ես չեմ արել։ Ես այս process-ի մեջ չկամ, ես մենակ խանգարել եմ։ Ես մի 20 տարի խանգարում եմ իրան։ Բայց որ սաղին թողես կենտրոնանաս քո վրա, դու կտենաս, թե Սուրբ Հոգին քո համար ոնց է շարժվում, ու դա շատ դժվար առնելու։ Որտեւ ինքը քեզ ազատելու է ոչ թե ինձանից, ինքը քեզ ազատելու է քեզանից։ Անտե կապ չունի դու ում հետ ես ապրում ու ոնց ես ապրում, բացարձակ կապ չունի, մեծ է նա որ քո մեջ է, քան թե նա որ աշխարհի մեջ է։ Երիտասարդներ դուք զորավոր եք, որտեվ Աստծո խոսքը բնակված է ձեզանում։ Բայց առանց իրա դու չես կարող հոգևոր կյանք ապրես եւ չի ստացվելու, որտեվ դու ժամանակ չունես իր հետ խոսած։ Դու ժամանակ չունես, որ ինքը քեզ բան ասի, ժամանակ չունես, որ լցվես, որ շփվեք, ժամանակ չկա։ Ամեն ինչի ժամանակ կա։ Բայց իր հետ ժամանակ չկա։ Եվ կարդում եմ առաջի մնացորդած 29:12 Եվ հարստությունն ու պատիվը քո երեսից է, եւ դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքին է զորությունը եւ կարողությունը, եւ քո ձեռքին է ամենին մեծացնելը եւ ուժովցնելը։ Կամ ինքն է անում, կամ դու ոչի բան չես կարող անես։ Այդ քեզ թվում է դու ես անում, դու չես անում։ Դու չես սպառում Աստծո խոսքը, Աստծո խոսքն է քեզ սպառում։ Ես էլ չեմ ասում նրանց մասին, ովքեր չեն կարդում։ Վախում եմ ասում ձեռ բարձրացրեք, իսկ մեծ մասը չի կարդում։ Այս սերունդը չի կարդում Սուրբ Գիրքը։ Իսկ Սուրբ Գիրք կարդացողների մոտ չի ստացվում։ Պատկերացնում ես չկարդացողները ինչ են անելու։ Ձեռները քսելու են ձեռներին, չէ՞, ճամբարում ծանոթանալու են, հետո հոգևոր փսակվելու են, հետո երեխեք հետալու են աշխարհ։ Ուրիշ ինչ ալելու։ Այդպես է կյանքն է։ Հոգևոր կյանքը չես կարա առնես, չես կարա սվաղես, չի ստացվում, հա փորձել ենք, չի ստացվում, լավ քարոզ լսելով էլ չի, ուզում ես գիշեր-ցերեկ երգ լսի, իսկ առանց կարդալու, առանց խոսքի հայտնության, առանց լեցունության, առանց Քրիստոսին հանդիպելու, որ դու մտածում ես քո մոտ կարա Քրիստոս ձևավորվի, դա միֆ է, դա չի ստացվում, այդտենց մենք խափնվում ենք, չէ, այդ եղբոր ասում ենք այո, հետո հասկանում ենք, որ իր համար կյանքը Instagram-ն է։ Շո պարսա։ Ուզում ես լացի, ուզում ես նշանակի։ Հոգևոր կյանքի իմաստը դա չի, որ ում տենում ես նշանակես, չէ։ Հոգևոր կյանքի իմաստը այն է, որ մարդ ապրի Քրիստոսի հետ։ Իսկ դա երիտասարդների մեջ չկա։ Հիմա մի քանի խնդրեմ ասեմ մեր հետ կապված, մենք այս խնդիրներն ունենք, ու սրանք հաղթահարել հնարավոր չի։ Բայց մենք սաղորը սրանց մեջ ենք, sense բաների մեջ ենք ապրում։ Օրինակ, առաջինը մենք չունենք չշտապելու կարողություն։ Մենք ամեն ինչ մեջ շտապում ենք, հա, սկսած խոսալուց, վերջացած մտքերից։ Մենք ամեն ինչի մեջ շտապում ենք, ամեն ինչի մեջ, բայց չես կարա չշտապես, դու կարողություն չունես չշտապելու, այդ կարողությունը գալիս է որդուց, Տիրոջից, որտեղ որ դու շփվում ես Հիսուսի հետ, սկսում ես չխոսալ, հոգևորի մեջ նորմալ է գիտես, որ նա, որ ինքը կարում է դա անի, բայց դա իրանի չշտապելու կարողություն չունենք, քննադատություն լսելու կարողություն, քննադատություն լսելու կարողություն, նու սա քննադատության վրա է, չէ՞ հիմա, օրինակ, ինչ-որ մեկը երգում է կամ նվագում է, չէ, որ լսողները մի 10-ից 2-ն են ասում տերողնի, մնացածը ասում են, ինչ է անում, մարդը չի կարա չքննադատի, ինքը տենց եկել է Քրիստոսին,
բայց շարունակում է քննադատել։ Մի քիչ որ չհամաչի կարող Քրիստոսն էլ քննադատի։ Բայց դա նորմալ է, օրինակ, հայ նորմալ չի, որ մարդը չքննադատի։ Դա նորմալ չի, որտեղ որ ինքը մարդը ինքը չի կարա չքննադատի։ Բայց հիմա ո՞նց անենք, որ չքննադատենք։ Եթե մի քանի հոգի կա, որ չեն քննադատում, դա ուրեմն իրանցից չի, ուրեմն ինչ է, կարողություն կա չքննադատելու։ Այդ կարողությունը փողով չեն ձեռք բերում։ Բայց մարդը կարում է չքննադատի, գիտեք խի։ Անենց հանդիպե Հիսուսին չէ, մենակ իրան է քննադատում։ Այ մենակ իրան է դնում վերցնում։ Իրան չի հետաքրքրում, էսի կարմիր կլինի, թե սև կլինի, դա իրան չի խանգարում, որ ինքը Քրիստոսի հետ ապրի։ Դե չէ, քո ամբողջ հոգևոր կյանքի իմաստը քննադատելն է։ Նայ, կարող է ինչ-որ ասում ես ճիշտ է, բայց դա չի հոգևորությունը։ Ես չեմ պատկերացնում ոնց կարա Սուրբ Հոգին քեզ զորացնի, որ դու հա քննադատես։ Կարևոր չի դու ճիշտ ես տենում, թե սխալ ես տենում, դա քեզ չի վերաբերում, դա քո խնդիրը չի։ Դու ավելի մեծ խնդրեմ ունես, որ դու ոնց հանդիպես կամ լցվես Սուրբ Հոգով, որ դու մենակ քեզ քննադատես։ Դրա համար կարողություն է պետք, որ դու կարենաս չմտնես այնց հարցերի մեջ, որոնք քեզ չի վերաբերում։ Դա քո համար մեղք է։ Սուրբ Հոգին մարում է քո կյանքում։ Երրորդը՝ դիմացինին հասկանալու կարողություն։ Անհնարին է։ Մի անգամ ասում անհնարին է, դիմացինին հասկանալու կարողություն։ Գիտեք, որտեվ մարդը մենակ ուզում է, որ իրան հասկանա։ Ինքը չի պատրաստվում ոչ մեկին հասկանա։ Ես զարմանում եմ, որ Աստված մեր նման աներ, մենք ուր կլինեինք հիմա։ Մեզի օրինակ Աստված հասկացել է, չէ՞, թե չի հասկացել։ Հասկացել է։ Բայց դու չես կարող մարդկանց հասկանաս։ Դու մենակ մեղադրում ես, բողոքում ես, պահանջում ես, ցավացնում ես։ Դու չես կարող մարդկանց հասկանաս։ Դու մենակ նեղվում ես, տրտնջում ես, բողոքում ես ու տարածում ես։ Կոպիտ ասել, նաև չարախոսում ես։ Հրաշքը գիտես որն է, որ մարդը դա չի անում, այ քեզի բան, ոնց կարա մարդը դա չանի։ Դու չես կարա չանես։ Չես կարա չանես։ Ես չեմ զարմանում, որ ես այդպիսին եմ։ Բայց ես զարմանում եմ, որ ես ասում եմ, ես լցվում եմ Սուրբ Հոգով, բայց ես մնում եմ այդպիսին, այդպես չի կարա լինի արդեն։ Ես չունեմ կարողություն ինձ փոխելու։ Ես քեզ էլ մի միլիմետր չեմ կարա փոխել։ Ոստեղ այլի որ զարմանում եմ, ասում, լավ, ոնց էր ասում Սուրբ Գիրքը, մարդը ով է, որ հիշեցի։ Ախր մեզնից ոչ մի բան չեք ներկայացնում։ Մենք կներեք բարիս համար, մենք ոչ մի արժեք չունենք։ Մենք մեղքից ենք ում բան չենք կարող անենք։ Մենք սարսափելի ինքնահավան ենք։ Դա մարդկային տեսանկյունից նորմալ է, բայց հոգևորների տեսանկյունից նորմալ չի։ Ու չորրորդը՝ չվիրավորվելու կարողություն։ Հաստատ չունենք։ Չէ՞։ Հաստատ չունենք։ Շատ շուտ վիրավորվում ենք, շատ շուտ։ Չենք կարող չվիրավորվենք։ Դա նորմալ է, որ մարդը վիրավորվում է, բայց որ մարդը իրոք չի վիրավորվում, ես պետք է քեզի հետաքրքրի, մի բան եղել է մեջը, որ ինքը չի վիրավորվում։ Որտեղ որ դու իրան բան ես ասում, ինքը գիտի, որ ավելի վատն է, քան որ դու ասեցիր։ Ինքը չի նեղվում դրանից։ Դու իր մասին շատ քիչ բան գիտես։ Իսկ ինքը իր մասին այդքան չգիտի։ Դու իր մասին շատ քիչ բան գիտես, ինքը չի վիրավորվում։ Որ ասում ես եղբայրան, բայց դու ոնց որ հպարտես, նո դա վիրավորվելու բան չէ, էլի չէ։ Ու Քրիստոսին հանդիպած մարդ համար դա վիրավորվելու բան չի։ Կասի դու ինչից ես խաբում, ես մենակ հպարտ եմ։ Եթե ժամանակ ունես Սուրբ Հոգու հետ ապրես ներքին սենյակում, դու չես էլ հասցնի վիրավորվես, ես անկեղծ եմ ասում։ Այդքան մաքուր կլինի քո ներսը։ Որովհետև ինչ որ քեզ ասում են, նախ ճիշտ են ասում, երկրորդն է քիչ են ասում։ Դու ավելի շատ ես արժանի, բայց եթե դու Սուրբ Հոգու հետ ես ապրում, դու չես էլ հասցնի վիրավորվես։ Իսկ այդ կարողությունը քեզի պետք է Քրիստոսի հետ ապրելու համար, որտեղ ասում որ ինձ ատել են, ձեզի կատել։ Ես ասում եմ, լավ, քիչ են մարդիկ ինձ հասկանում։ Ես ես պատասխան արա, որտեղ դու էլ ուրիշ ինչ ես հասկանում։ Զարմանալի էր իմ համար,
Բայց հետո շարունակեց, ասեց, բայց ես քեզ հասկանում եմ։ Ես չեմ զարմանում, որ դու ինձ չես հասկանում, ոսկի ես ինձ չեմ հասկանում։ Ինչի՞ց է, որ դու իմ մասին բան չգիտես, բայց խոսում ես, բայց ինքը իմ մասին ամեն ինչ գիտի, բայց չի խոսում, այդ ինչի՞ց է։ Բայց Սուրբ Հոգին ինչ է մտածում Դավիթ վաղ, ինչ անի քո հետ, ինչ կարելի անել քեզի։ Երբ որ դու իր անունը օգտագործում ես, բայց դու ժամանակ չունես իր հետ ապրելու։ Նու վերջին եմ ասում, մնացածը չենք հասցնի ասենք, վերջին եմ ասում, չարդարանալու կարողություն, չարդարանալու կարողություն, ոնց կարելի է չարդարանալ։ Ոչ մեկի ոչի բաց չես կարող ասել, սա արդարանում է։ Բայց որ դու հանդիպում ես Քրիստոսի արդարությանը, երբ դու արդարանալու բան չունես, իրոք չունես արդարանալու բան։ Քո արդարությունը քեզ հեռացնում է Քրիստոսից։ Ես վտանգավոր բան ասեմ, քո արդարությունը քեզ կտրում է փրկությունից։ Քո արդարության ձեռը դու շատ ես չարչարվելու, տանջվելու։ Դրա համար ամբողջ խնդիրն է, կարճ ասեմ, որ դու իր հետ չես ապրում, իրան չես ճանաչում, հետևաբար քեզ էլ չես ճանաչում, հետևաբար ինչ որ ասում են քո համար տրագեդիա է։ Բայց իրականում, որ այս ամբողջ դահլիճը հավաքվի քեզի հերթով բան ասեն, քիչ է էդի քեզի։ Դու այնքան վատն ես ու ընկած ես, այնքան անպիտան ես այդ կարգի, որ քեզ ինչ էլ ասեմ, մի տեղավորես, որովհետև դու ապրում ես Քրիստոսի արդարությունով։ Իմաստ չկա արդարանալ։ Կարելի է ասել ինչ-որ բան պատասխանել, բայց արդարանալ արդեն մարդկային զենք է ինքը քո կյանքից հեռացնում է Սուրբ Հոգու։ Բայց մեր մարդկային արդարությունը այնքան խորն է, որ Անգլիայի քարոզիչներից մեկն ասում էր, մարդուն սաղ մեղքերից կարաս ազատես, արդարությունից չես կարող ազատես։ Չի կարա առանց դրա ապրի։ Ինքը կկորի, իրան պիտի գովաս, ծապտաս, իրան պիտի փշի անես, իրան պիտի հասկանաս, իրան պիտի օգնես, իրան պիտի չմեղադրես, իրան պիտի բան չասես, իրան պիտի ձեռներիդ վրա տանես եւ այլն եւ այլն։ Այս վերջերս սերտում ենք, որ ամբողջ օրը աշխատողա չէ կանչում այգու տերը։ Ժամը 6-ին, ժամը 9-ին, ժամը 11-ին, հիշում եք, չէ՞ այդ առակը։ Դե մի հատ հետաքրիր բառ կար ինձ այդպես ուշադրություն դարձեցի, ասում է ինչի՞ եք պարապ կային էստեղ ու բան չեք անում։ Ես մի անգամուց ես իմ մտքին եկա, որ փաստորեն եթե այս մարդը Տիրոջ այգում չի, իր կյանքը պարապ է։ Եթե մեկը Քրիստոսի հետ չի ապրում, ուրեմն իր կյանքը կապ չունի ինչ անում։ Մենք մեր ձեռն ենք կրակնգել, դրա համար մենք չենք կարա չանենք։ Մի զարմացեք, որ մարդիկ անում են, դա նորմալ երևույթ է։ Այն նրանք չեն անում, ովքեր հանդիպել են Քրիստոսին։ Իրանց համար դա կատաստրոֆա է, որ իրանք իրանց մեջ հայտնաբերում են ասես բաներ։ Սկսում են լացել, հա, լացել, Տեր ողորմի ինձ փրկի ինձնից։ Թե չէ ոնց որ գաղատասների մեջ է գրված, մենք մի օր իրար կուտենք կփրցնենք։ Չէ՞ տենց է գրված գաղատասների մեջ։ Ասում են նայեք իրար չխացնեք։ Տերը մեզ օգնի, ես այս ուղղությամբ կուզեմ աղոթք անենք։ Ինձ օգնի, որ ես քո հետ ժամանակ ունենամ։ Հիմա պետք է աղոթել ինձի փոխի, մեկա չի փոխելու, դες բան չկա։ Նշի որ աղոթեցիր, գնացիր տուն, մի 5 րոպե հարցիդ կդիմանաս, մի քիչ ավել խոսած, կարող արդեն բունտ անես։ Բայց դու պաշտամունքից էիր ոնց որ գնացել։ Այստեղ էլ ասում էիր ինձի փոխի, այդ հարցին սիրեմ։ Ես կուզեմ աղոթենք, Տերը մեզ օգնի, որ ամեն օր իրան հանդիպենք։ Այդ փոխվելը այդ հանդիպումից հետո է լինում։ Այտենց հնարավոր չի փոխվել։ Հնարավոր չի փոխվել։ Մի պահանջեք ոչ մեկից, որ փոխվեն, չեն կարա փոխվել։ Ձև կտան, կխափնվենք, հարց կտանենք, երկու ոտով կընկնենք կրակը։ Թող ձև չտան։ Թող ոնց կան, թող տենց երևա, որ այս մարդը դրսից հոգևոր, ներսից աշխարհի կա։ Պետք չի սվաղել։ Այդ որ սվաղում ենք, մենք մեր տունը քանդում ենք դրանով։ Պետքա հանդիպել Քրիստոսին եւ նմանվել Քրիստոսին, ամեն։